հայտնության 20 գլխի առաջի համարից պիս սկսենք, բայց մի հատ հիշեցնեմ, 14 գլխից հիշեցնում եմ, մենք անցել ենք, 14 գլխից երկու մասի բաժանվեց հայտնությունը, եկեղեցին հափշտակվեց երկնքում, ընդեղ ինչ էր արվում, հեսա կասեմ, երկրի վրա մնացին նրանք, ովքեր Աստծուն չեն ընդունել, և մեկ էլ նեռը մնաց գազանի հետ, նեռը իր նեռությունը, գազան իր գազանությունը սկսեցին անել, վերջը, բայց կարճ տևեց։ Իսկ երկնքում 19 գլխում անցած անգամ կարդացինք, գառան հարսանիքը եղավ, և կարդացինք, երանելի են նրանք, ովքեր այդ հարսանիքին մասնակից են։ Իսկ այդ երանությանը հասնելու համար պարզապես լուրջ ապաշխարություն է պետք։ Աստված մեծ բաներ չի ուզում, ամբողջ սրտով ապաշխարել, ամբողջությամբ հանձնվել նրան, ամբողջությամբ մերժել այս աշխարհը, ընդունել Աստծուն և դու կլինես այդ երանելիներից մեկը։ Ամեն։ Հիմա և նաև 19 գլխում հասկացանք 19 գլխի 14 համարից եմ ուզում կարդամ։ Մինչև 14 համարը Հիսուսի մասին ասում է, որ 11 համարից տեսա երկինքը բացված և մի ճերմակ ձի, նրա վրա հեսնողը հավատարիմը ճշմարիտ կկոչվի, արդարությամբ դատաստան կտեսնի կպատերազմի, այսինքն Հիսուսի մասին է էլի ասում 14 համարում երկնքի մեջ եղող զորքերը նրա ետևից երթային ճերմակ ձիերով, ճերմակ ու մաքուր բեզներ հագած, այդ նրա հետևից գնացողները մենք ենք։ Ընդեղից նա արդեն եկավ երկիր և շարունակության մեջ ասում է, որ նա ստեղի մնացածին էլ 19 գլխի 19 համարից 20 համարում 19-20 անցած անգամը կարդացածն եմ հիշեցնում գազանը բռնվեցավ ու նրա հետ սուտ մարգարեն, որ նրա առջև նշաններ արեց և երկուսն էլ ողջ ծծումբով վառած կրակի լիճը ձգվեցան և ուրիշներն էլ սպանվեցան ձիու վրա հեսնողի սուրից, որ նրա բերից կելեր ու բոլոր թրջունները նրանց մարմինների կշտացան։ Այսինքն Հիսուս, երբ որ եկեղեցու հետ իջավ երկիր, գազանը բռնվեց, սուտ մարգարեն բռնվեց, գցվեցին կրակի լիճը, այն մնացած իրանց հետևորդներն էլ սպանվեցին Հիսուսի կողմից և շարունակությունը 20 գլխում արդեն կարդանք։ Հետո մի հրեշտակ տեսա, որ երկնքից իջներ ու անդունդի բանելու մեծ շղթա ուներ իր ձեռքը։ Նա բռնեց վիշապին, այսինքն առաջին օձը, որ բանսարկուն ու սատանան է, և կապեց նրան 1000 տարի։ Ու անդունդը գցեց նրան և փակեց ու վրայից կնքեց, որ այլևս չմոլորեցնի ազգերին մինչև 1000 տարի լռանա։ Նրանից հետո պիտի արձակվի նա կարճ ժամանակվա համար։ Ուրեմն Հիսուսը, որ եկեղեցու հետ, սուրբերի հետ, հրեշտակների հետ իջավ երկիր, այդ հակառակորդներին սպանեց, մի կարևոր գործել արեց, որը աշխարհի մարդկության սկզբից այս գործը ծրագրված էր պիտի լիներ։ Այն բանսարկուն, այն սատանան, այն առաջի Եվային խաբող սատանան վերջապես բռնվեց, բայց հետաքրքիր է, որ գազանն ու սուտ մարգարեն գցվել էին կրակի լիճը, սատանային Աստված հենց պահել էր։ Եվ մի հրեշտակ եկավ, սատանային բռնեց, կապեց, մի բան եմ ուզում ասեմ, սատանան ինչքան ուզում է իրան հզոր ցույց տա, մեծ ցույց տա, Աստծու մի հրեշտակը բավական է նրան բռնի ու կապի գցի անդունդը։ Աստծու հրեշտակը և սատանայից ուժեղ է, և ավելի իշխանություն ունի։ Սա մեզ գիտեք ինչ է ասելու։ Մեր մեջին ավելի մեծ է, չնայած մեր մեջին հրեշտակ չի, մեր մեջին Աստծո հոգին է։ Մեր մեջին ավելի մեծ է, քան թե այս աշխարհի մեջի բոլոր դևերը իրար հետ միացած։ Աստծո մի հրեշտակը սատանային բռնեց, կապեց, գցեց անդունդը։ Ուրեմն ի ուրախություն ձեզ, թե ինչ ասեմ, մի օր այս սատանան, այն սատանան, որ հիմա այսքան տանջանք է պատճառում ժողովրդին, մի օր պիտի կապվի։ Կապվի, գցվի անդունդը, բայց էսի ժամանակավոր 1000 տարի, իմիջիալոց 20 գլխի մեջ 6 անգամ շեշտված է 1000 տարի, կամ հազարամյակ, 1000 տարի բառը,
որ այդքան շերտված է, նշանակում է ճիշտ 1000 տարի։ Ոմանք ասում են մոտավոր։ Որ մոտավոր ալնում, Աստված այդ մոտավոր բառը գործածում է։ Գրեթե մոտ, բայց եթե տոշնի ասում է 1000 տարի, ես ընդունում տոշնի 1000 տարի։ Կներեք տոշնի բառը ասի ռուսերեն։ Եվ պիտի արձակվի 1000 տարուց հետո կարճ ժամանակ դրան կհասնենք։ Եվ դրանց հետո 4-րդ համարից կարդում ենք։ Եվ աթոռներ տեսա, որոնց վրա նստան, եւ նրանց դատավարություն տրվեցավ։ Նաեւ Հիսուսի վկայության համար ու Աստծո խոսքի համար գլխատվածների հոգիները տեսա, որոնք որ երկրպագություն չարեցին գազանի, ոչ էլ նրա պատկերին ու նրա դրոշմի իրենց ճակատների վրա ու իրենց ձեռքի վրա չընդունեցին եւ ապրեցան ու Քրիստոսի հետ 1000 տարի թագավորեցին։ Մյուս մեռելները չապրեցան մինչև 1000 տարին լրացավ։ Սա է առաջին հարությունը։ Երանելի եւ սուրբ է այն, որ առաջի հարության մեջ բաժին ունի։ Սրանց վրա երկրորդ մահը իշխանություն չունի, հապա նրանք Աստծո եւ Քրիստոսի քահանաները պիտի լինեն ու նրա հետ 1000 տարի պիտի թագավորեն։ Եկեք ոնց գրված է, նենց էլ ընդունենք։ Բայց ոչ թե բայց ես որոշ տեղեր 5 կտակարանից, որոշ տեղերից դուրս եմ բերել համարներ, որ սրան ավելի լավ մեզ հասկացնի, ավելի լավ հասկանանք։ Ուրեմն 4-րդ համարը երկու մասի եմ ես բաժանում։ Առաջինը աթոռներ տեսա, որոնց վրա նստան եւ նրանց դատավորություն տրվեցավ։ Վերջակետ կա։ Հետո ասում են նաեւ, այսինքն սրան գումարած։ Ոչ թե հենց սա, այլ սրան գումարած Հիսուսի վկայության համար եւ Աստծո խոսքի համար գլխատվածների հոգիները։ Հիմա մինչև գումարել, ես առաջի մաս աթոռներ տեսա, որոնց վրա նստան եւ նրանց դատավորություն տրվեցավ։ Դանիելի մարգարեության 7-րդ գլխի 9 համար եւ 22 համար ես թղթի վրա դուրս եմ բերել, ասում է որ հինավուրցը նստավ, դες կարճ եմ գրել։ Դեռ քիչ ավելի հանգամանորեն գրված է։ Հետո գրած է մարդու որդին նստավ։ 22 համարում ասում է սուրբերի ժամանակը հասավ թագավորելու։ Այսօր ասում է աթոռներ տեսա, որոնց վրա նստան, Դանիելի մարգարեությունը մեզ հուշում է, որ ովքեր նստան, հինավուրց, այսինքն Աստված նստավ, որդի մարդուն նստավ, նաև սուրբերը նստան։ Սուրբերը ովքեր են, հայտարարում են բոլորս գիտենք, Քրիստոսի արյունով սրբվածները, Քրիստոսի արյունով մաքրվածները, թե չէ ինքն իրան սուրբ չկա, ինքն իրան սուրբ երբեք չի եղել, Ադամից Եվայից սկսած սուրբ չի եղել, բայց Քրիստոսի արյունով սուրբեր կան։ Եվ այս սուրբերի մասին է, որ սուրբերն էլ նստան։ Ուր նստան, Մատթեոսի ավետարան 19:28։ Հիսուսն ասեց. «Մյուս անգամ գալուստին դուք 12 աթոռների վրա պիտի նստեք Իսրայելի 12 ցեղերը դատելու»։ Իր աշակերտներին արդեն խոստացավ այս բանը։ Ես հավատում եմ, որ երբ որ խոսքը հասնի Հայաստանին, Հայաստանի սուրբերին պիտի ասի. դուք պիտի նստեք, նա չգիտեմ մեզ քանի աթոռներ կտրվի, դուք պիտի նստեք եւ դատեք ում, սա շարունակության մեջ կա։ Առաջ Կորինթացիների 6:2 Սուրբերը պիտի դատեն աշխարհը։ Աստված է դատավորը, բայց Աստված սուրբերին այդ իր իշխանությունը կամ այդ իրավունքը տալիս է իր հետ դատելու աշխարհը, որովհետև մենք ում հետ առնչվում ենք, նրանց դատաստանի ժամանակ մենք ներկա ենք ելնելու, գոնե որպես վկա ներկա ենք ելնելու։ Երկրորդ Տիմոթեոս 2:12 Եթե համբերենք, նրա հետ պիտի թագավորենք։ Ես էլ ասեցի, որ այս կարդացածից վերջում, որ համարում, 6 համարում, որ ասում է, նրա հետ պիտի թագավորենք 1000 տարի։ Հիմա ես քան ասեցի, որ այս առաջի մասը վերաբերում է բոլոր սուրբերին, բայց որ ասում է նաև, այսինքն սրան գումարած, ովքեր գազանի դրոշմը չընդունեցին, ովքեր Հիսուսի անվան համար գլխատվեցին, այսինքն ոմանք այս առաջի մասը ասենց անցնում են,
միայն շեշտադրում են այս մասը։ Հիսուսի անվանավոր գլխատվածները եւ դրոշմը չընդունողները, բա մենք մնացինք դուրս։ Չէ, դուրս մնացող չկա։ Ոչ մի սուրբ դուրս չի մնալու։ Ամեն։ Եվ մեր վրա երկրորդ մահը իշխանություն չունի, մեր վրա այսինքն ովքեր որ առաջարությանը մասնակից եղան։ Ես արդեն տեսնում նրանց մեջ։ Նրանց չէ, այդտեղ։ Եթե դուք եք տեսնում, ասեք ամեն։ Եվ այսպեսի մի բան։ Եվ ասում են նրանք Աստծո եւ Քրիստոսի քահանաները պիտի լինեն ու նրա հետ 1000 տարի պիտի թագավորեն։ Այս մասին ուզում մի քանի բառ ասեմ։ Այսօրվա դրությամբ մենք որ ասում ենք թագավոր, մեր մեջ ոնց է հասկացում թագավոր, բայց ստեղ Աստված որ ասում է թագավոր, մի քիչ Աստված այլ իմաստ ունի թագավորի մեջ։ Դրա համար նաև ասում է քահանաներ։ Ոչ թե միայն թագավոր, այլ քահանաներ։ Կարելի ասել քահանաների թագավորություն, Պետրոս թղթի մեջ տենց է գրած։ Քահանաների թագավորություն։ Քահանան ով է։ Քահանան այն մարդն է, ով Աստծուց առնում փոխանցում մարդկանց։ Ընդունում եք սա։ Աստծո եւ մարդկանց միջև կամուրջ, քահանա բառը թարգմանվում է կամուրջ։ Աստծո եւ մարդկանց միջև մի կապող օղակ, Աստծուց առնի տա մարդկանց։ Հիմա, բայց տեղ կա, որ այդ մարդուն քահանա չեն ասել, պարզապես առաջնորդ։ Ամենայն ճանաչված, ամենայն հայտնի անձնավորությունը Մովսեսն էր։ Մովսեսին ոչ քահանա են ասել, ոչ թագավոր, բայց Մովսեսը այն մարդն էր, ով Աստծուց առնում էր տալիս էր մարդկանց։ Այսինքն սովորական այս աշխարհի թագավորները իրանք են որոշում ինչ անեն։ Բայց այս Աստծո ուզած մարդը ոչ թե ինքն է որոշում, այլ Աստծուց է առնում։ Մովսեսին ասենք մի հարց կար, մեկը շաբաթօրը փետ էր հավաքել։ Եկան ասին ինքը չորոշեց, այս արեք են արեք, ասեց սպասեք, դե Աստծուց առնեմ։ Մինչև Աստծուց չառավ, ինքը որևէ հրաման չարձակեց։ Եվ Աստված ուզում էր հենց այդպես էլ շարունակվեր։ Մովսեսից հետո Հեսուն, Հեսուից հետո Էլով եւ այլն, մինչև Սամվել մարգարեն, այտենց էր, ինքը Աստծուց առնում էր տալիս էր։ Հետո ժողովուրդը թագավոր ուզեցին, Սամվել մարգարեն ասեց, գիտեք, որ թագավորը արդեն ձեզից պետք է բաներ առնի։ Այ մենք այդ թագավորի գիտենք, որ մարդկանցից առնում, բայց Աստծո ուզած թագավորը մարդկանցից բան չի առնելու, նա Աստծուց պետք է առնի փոխանցի։ Այսինքն մենք այդպիսի թագավոր պիտի լինենք։ Այդպիսի թագավորներ եւ քահանաներ, այսինքն այս երկուսը իրար հետ միացրած։ Եթե այս մասին բան ունեք ասելու, համեցեք։ Եթե չկա, շարունակենք։ 1000 տարին լրանալու վերջը պիտի արձակվի սատանան։ Բերեք ստե կանգ առնեմ։ Մի քիչ շուտ կարդացի։ Ես առանձին 1000 տարվա վերաբերյալ մի քանի համարել եմ դուրս վերել։ Փաստորեն այդ 1000 տարվա մեջ ինչ է լինելու։ Ստեղ գրած չի, բայց 5 տականում մարգարեների մեջ որոշ տեղեր գրած է։ Մոտավոր պատկերացում կարող են կազմել, թե այդ 1000 տարվա ընթացքում ինչ է լինելու։ Հիմա մի քանի համար ես ներկայացնեմ։ Եսայի 65-ի 19-ից 25։ Եսայի 65 գլխի 19-ից 25 համարները։ Կարդամ։ Երուսաղեմի վրա պիտի ցնծամ ու իմ ժողովրդիս վրա պիտի ուրախանամ։ Այնտեղ այլևս լացի ձայն ու ողբի ձայն պիտի չլսվի։ Այնտեղ այլևս քիչ օրեր ապրող տղա կամ օրերը չլրացած ծեր պիտի չլինի։ Այնտեղ 100 տարեկան մեռնողը երիտասարդ պիտի համարվի։ Այսինքն հիմա որ մեկ 20 տարեկան մեռնում, ասում եք ջահել է։ Չեն ժամանակ ասում 100 տարեկան մեռնի, ասենք ջահել մեռավ։ Եվ 100 տարեկան մեղավորը անեծքի պիտի հանդիպի։ Տուներ պիտի շինեն ու պիտի բնակվեն, այգիներ պիտի տնկեն ու նրանց պտուղը պիտի ուտեն։ Նրանք պիտի չշինեն, որպես յուրիշները բնակվեն, նրանք պիտի չտնկեն, որպես յուրիշները ուտեն, որտեղ իմ ժողովրդիս օրերը ծառի օրերի չափ պիտի լինեն։ Արդեն հասկանում եք։ Համարյա գալու է Նոյի ժամանակվան, որ մարդիկ մի քանի 100 տարի էին ապրում։ Եվ իմ ընտրածներս իրենց երկի գործերը պիտի հինցնեն, այսինքն վայելեն։
Նրանք պարապտեղ պիտի չաշխատեն ու դժբախտության համար տղակներ պիտի չծրանեն, քանզի նրանք Տիրոջ օրհնածների սերունդն են ու իրենց հետ իրենց զավակներն էլ։ Նրանք դեռ չկանչած պատասխան պիտի տան, ինչ կխոսին պիտի լսեմ։ Գայլն ու գառը մեկտեղ պիտի արածեն, առյուծը արջարի պես հարթ պիտի ուտի, օձի կերակուրը հող պիտի լինի։ Նրանք իմ սուրբ լերանս մեջ պիտի չվնասեն ու պիտի չապականեն, ասում է Տերը։ Երևի շատ անգամ լսել եք գայլն ու գառը միասին պիտի արածեն։ Այդ տեսեք որտեղ է գրված, եւ սա հազարամյակի մասին է։ Այս խոստումը հազարամյակի մեջ դիլնի, այսինքն քանի սատանան կապված չէր, այս բանը հնարավոր չէր։ Քանի սատանան արցած էր, նա չէր թողի այդ խաղաղությունը լիներ։ Բայց որ սատանան կապվեց, արդեն այս խաղաղությունը եղավ։ Եվ երկարատեցություն, եւ խաղաղություն, եւ օրհնություն, եւ ունեցածը վայելել եւ այլն։ Բայց այդ մի տեղը չէ, էլի տեղեր եմ այս հազարամյակի համար դուրս բերել։ Միքիայի մարգարեության 4-րդ գլխի 3-4 համարները։ Այստեղ արդեն դուրս են բերել, գիրք շատ չթերթեմ։ Նրանք իրենց սուրերը խոփեր պիտի շինեն, այլևս պատերազմ պիտի չսովորեն ու վախեցնող պիտի չլինի։ Այս իմ համար այնքան կարևոր է։ Էլ զենք պիտի չարտադրեն, զենք պիտի չգործածեն, պատերազմ պիտի չսովորեն, պատերազմ պիտի չլինի, վախեցնող պիտի չլինի, էլ կողպեքներ չեն լինելու, բանալին կորցնես եւ այլն, խաղաղություն ու ապահովություն առնելու, թշնամություն չլինելու, հազարամյակ է դա ժողովուրդ։ Եվ Աստված մեզ կանչել է այդ հազարամյակի ժամանակ, որտեղ ընդհանրապես սովորական ապրողներ լինել, այլ թագավորներ լինել։ Շարունակենք։ Զաքարիա 14 գլխի 5-ից 11 համարները։ Իմ Տեր Աստվածս պիտի գա եւ բոլոր սուրբերի իր հետ, կենթանի ջրեր պիտի հոսեն, Տերը բոլոր երկրի վրա թագավոր պիտի լինի, այլևս նզով պիտի չլինի։ Ես կարճ դուրս եմ բերել, հիմա չգիտեմ այնտեղ, այս կարճերը թող այնտեղ չգրվի, ես կասեմ։ Հայտնության 2-րդ գլխի 25-ից 28 համարներում, ով որ հաղթի նրան իշխանություն պիտի տամ ազգերի վրա, երկաթի գավազանով պիտի հովվի։ Ես արդեն շատ ծանոթ տեղ եմ ես։ Հայտնություն 5-10, արդեն ընդեղի սուրբերը ասում են, մեզ թագավորներ արեցիր ու երկրի վրա պիտի թագավորենք։ Այսքան ասեցի, որ այդ հազարամյա թագավորության մեջ խաղաղություն առնելու, նաև մենք այդտեղ թագավորներ ենք լինելու։ Եթե հիշում եք Հիսուսն առաջի մեջ ասեց, դու 10 քաղաքի վրա իշխանություն ունեցի, այն մեկին ասեց 5 քաղաքի վրա իշխանություն ունեցի, այսինքն Հիսուսը ինչպես ինքը իշխանություն ունի, իր աններին էլ իշխանություն է տալի։ Եվ ասեց, ինչպես ես հաղթեցի իմ հորս աթոռը նստա, ով որ հաղթի իմ աթոռը կնստի։ Դե որ իր աթոռը չի նշանակում ինքը մնալու է անաթոռ։ Իր աթոռը միշտ հաստատուն է, բայց մեր համար էլ աթոռն է, դե բանի 12 առաքյալներն ասած չէ, 12 աթոռներ վրա պիտի նստեք, այդ աթոռները սովորական աթոռ չեն, այդ աթոռներ իշխանություն են։ Այ այդ այսքան վերաբերալ բանն եք ասելու ծառայողներ։ Եթե չէ շարունակենք։ Հիմա այս 7 համար, որ նոր կարդացել են, նորից սկսեմ։ 1000 տարին լռանալու վերջը պիտի արձակվի սատանան իր բանտից, որ պիտի ելնի մոլորեցնի երկրի 4 անկյունները եղող ազգերը, Գոգն ու Մագոգը, որպեսզի նրանց պատերազմի հավաքի, որոնց համրանքը ծով ու ավազի չափ է։ Ու երկրի ընդարձակության մեջ ելան եւ սուրբերի բանակ ու սիրելի քաղաքը 4 կողմից պատեցին։ Ու երկնքեն Աստծուց կրակը իջավ ու սպառեց նրանց, իսկ բանսարկուն, որ նրանց մոլորեցրեց, ձգվեցավ կրակի ու ծծումբի լճի մեջ, ուր էին Գազանը եւ Սուտ Մարգարեն, եւ այնտեղ պիտի չարչարվեն ցերեկ ու գիշեր հավիտյանս հավիտենից։ Ուրեմն ինչ հասկացանք։ 1000 տարի սատանան կապված եւ երկրի հետ խաղաղություն ունենալուց հետո, 1000 տարուց հետո սատանան պիտի արձակվի եւ իր սատանությունը էլ պիտի շարունակի, էլի։ Այդքան, ուզում ասեմ, այդքան բանտից հետո նրա մեջ մի կաթիլ ապաշխարություն չկա։ Ելնում է միանգամից մոլորեցնում։ Մեծ էլ զարմանալի է, այն ժողովուրդը, որ 1000 տարի այդ օրհնության մեջ ապրելուց հետո մեծ էլ խափնվել։ Չնայած
Եվան էլ տենց եղավ էլի։ Աստծո օրհնության մեջ էր, ամեն օր Աստծո հետ հանդիպներ, խափնվեց։ Ինչ ասեմ։ Մարդկային բնությունն էլ այս մարդկանց մեջ լինելու է։ Եվ նրանց ուրա բերելու Աստծո դեմ։ Սուրբերի, ոնց կարդացինք, սուրբերի բանակը ու սիրելի քաղաքը։ Այդ սուրբերը մենք ենք, որ այդ ժամանակ թագավորելու ենք։ Եվ սիրելի քաղաքը, Երուսաղեմը։ Իմիջիալոց Երուսաղեմ ասելով մեր միտքը միշտ հիմիկվա Երուսաղեմը։ Ժողովուրդ, Երուսաղեմ բառը նշանակում է խաղաղության քաղաք։ Թարգմանությունը է դա, խաղաղության քաղաք։ Բայց Աստծո խաղաղության, ոչ թե մարդկային խաղաղության։ Հիսուս ասեց, իմ խաղաղությունն եմ տալիս, ոչ թե ինչպես աշխարհն է տալի։ Հիսուսի խաղաղության քաղաք։ Այսինքն այդ քաղաքը խաղաղության քաղաք է անելու։ Այդ քաղաքի մեջ զիբիլ չի լինելու, գներեք որ զիբիլ ասելի, որևէ չար բան, վատ բան չի լինելու, խաղաղության քաղաք անելու։ Բայց սատանան համոզելու է այս ժողովուրդը գան պաշարեն։ Այս Գոգն ու Մագոգը քույրիկին շատ է հետաքրքրում, դրանք ով են։ Ուրեմն Ծննդոց գրքում գրած է մեկը մի ազգից է, մեկը ուրիշ ազգից, Նոյի սերունդներից, մեկ էլ բանի սերունդներից, Աբրահամի։ Սենց, Աբրահամի սերունդից, ասենք մեկը եղավ Իսրայել, այն մեկը Իսմայել, որ հիմիկվա արաբներ այդ բաներն են։ Մի վեցը տղայել Քետրոյից ունեցա, որ ասում է ուղարկեց արևելք։ Միգուցե այս չինացիներ, հնդիկներ սաղ այդ են։ Ետի Սեմի սերունդը։ Սեմ կամ Հաբետ, չէ՞ սիրեք աղբերն են։ Քամի սերունդը ինչքան հասկացել եմ այդ հարավի սևամորտներն են։ Հաբետի սերունդը այս եվրոպացիներն են, որ մենք էլ ենք մտնում դրանց մեջ։ Հիմա այս Գոգն ու Մագոգը ասում է հյուսիսից, այսինքն մենակ հյուսիս չէ, մեծ էլ արևելքից։ Այսինքն այս հիմնականում վերևի ժողովուրդը։ Մենք էլ ենք մտնում դրա մեջ։ Մենք չէ, մեր անհավատները։ Հա։ Մենք թորգոմի ունենք, վերջ էլի այդ Հաբետի սերունդը։ Իմ համար այդքան կարևոր չէ Գոգն ու Մագոգը ով են։ Դե այդ ժամանակվա ապրող ժողովուրդն են։ Ամբողջ երկրագնդի վրա հազարամյակը պիտի լինի։ Այս խաղաղություն սատանան գործում ամբողջ երկրագնդի վրա, սատանան որ կապվեց ամբողջ երկրի վրա, սատանայի գործունեություն չի լինելու։ Ամբողջ երկրի վրա, այստեղ տենց էլ գրած, ամբողջ երկրի վրա Հիսուսի այս հազարամյա թագավորությունը պիտի լինի։ Դե ամբողջ երկրի բոլոր ժողովրդին չի մոլորեցնելու, մի մասն է մոլորվելու։ Ես տենց եմ հավատում։ Երկրի 4 անկյունները, եղող ազգերը, Գոգն ու Մագոգը։ Եվ Աստծուց կրակ իջավ, այսինքն ստեղ զենք չբանեցեց, որտեղ զենք չկա այդ ժամանակ։ Աստծուց կրակ իջավ, նրանց սպառեց։ Եվ սատանան էլ բռնվեց ու գցվեց կրակի լիճը։ Այդ օրվանից սատանային իր բոլոր ձակերով մեկտեղ վերջ։ Բայց դա 1000 տարի հետո։ Հիմա չէ։ Բայց հիմա մենք որ մոտենում ենք վերջի օրերին, այս վերջի օրերի մեծ նեղություն, հափշտակությունից հետո եկեղեցու Հիսուսի հետ իջնելը, այս ժամանակ դեռ սատանան գործելու է։ Հիսուս որ եկեղեցու հետ իջավ, նոր սատանան բռնվելու, կապվելու է։ Եվ դրանից հետո արդեն հազարամյակից հետո հեսա կարդամ, եթե այսքանի վերաբերյալ ծառայողները բանն են ասելու, էլի չկա։ Դե անցնենք ամենա են խրթին տեղերին։ Ամենա թե հետաքրքրող, թե շատ հարցական տեղերին։ Այստեղ վերնագիրը գրված է վերջին դատաստանը։ Մեծ ջերմակ մի աթոռ տեսա, որի վրա մեկը նստած էր, նրա երեսից երկիր ու երկինք փախան եւ տեղ չգտնվեցավ նրանց։ Տեսա պստիկ ու մեծ մեռելները, որոնք Աստծո առջև կանգնած էին, գրչերը բացվեցան եւ ուրիշ մի գիրք էլ բացվեցավ, այսինքն կյանքի գիրքը,
Եվ գրքերի մեջ գրվածներեն մեռելները դատվեցան իրենց գործերի համեմատ, եւ ծով իր մեջի մեռելները տվեց ու մահը եւ դժոխք իրենց մեջի մեռելները տվեցին, ամեն մեկ իր գործերի համեմատ դատվեցան, եւ մահը ու դժոխքը կրակի լճի մեջ ձգվեցավ, սա է երկրորդ մահը, եւ ով որ կյանքի գրքի մեջ գրված չգտնվեցավ, կրակի լճի մեջ ձգվեցավ։ Էս է այդ վերջի հատվածը։ Հիմա այստեղ կարելի ասել ամեն մի համարը միացած բացատրելու կարիք ունի կամ մի հատ լավ ուշադրություն դարձնելու։ Նախ մի հայտարարություն անեմ։ Ովքեր Հիսուս Քրիստոսին ընդունել են, ովքեր Հիսուս Քրիստոսի են արյան հավատքով իրանք մաքրվել են, այս վերջի դատաստանի մեջ նրանք չեն մտնելու։ Մեր դատաստանը Քրիստոսի խաչով է եղել։ Հասկանում եք, Եսայի մարգարեության 53 գլխում գրված է. նա մեր պատիժը վերցրեց իր վրա։ Այսինքն, որտեղ մենք դատաստանով անցնեինք եւ պատիժ կրեինք, Հիսուսը մեր պատիժը վերցրեց իր վրա, ել մեզ պատիժ չի մնում, մենք դատաստանի մեջ չենք մտնելու։ Նենց որ այս պստիկու մեծ մեռելները հափշտակվածները չեն, եկեղեցին չի, Քրիստոսի մարմին չի, Քրիստոսի հարսը չի, այլ նրանք, ովքեր ժամանակին Քրիստոսին չեն ընդունել, ովքեր Քրիստոսի արյունով չեն փրկվել, ում համար Քրիստոսի խաչը իրանց բանը չէ, պատիժը չի։ Հասկացաք ինչ եմ ասում։ Նենց որ այս դատաստանը որ ասում եմ, մենք այդտեղ չենք։ Մենք ասելով վստահ եմ, որ մենք ապաշխարել ենք։ Եթե մեկը այս մենքի մեջ չի, շուտ մտնի այս մենքի մեջ։ Եթե մեկը ապաշխարության, թեկուզ մի փոքր տեղ կասկածելի կա, շուտ այդ կասկածելի բաները թող։ Հիմա մեծ ճերմակաթոռ տեսա, որ իրա մեկը նստել էր, բոլորս հասկանում ենք, որ Աստված է։ Նրա երեսից երկիր ու երկինք փախան, եւ տեղ չգտնվեցավ նրանց։ Ճիշտն ասած, մինչև այս բանին պատրաստվելը, կարծում էի սա մարդկանց մասին է։ Բայց սրա պատրաստվելու ժամանակ այդ ուրիշ գրքերը որ քննեցի, շատ աստվածաբաններ գրել են, որ էսի հենց կոնկրետ երկիրն ու երկինքը։ Այսինքն հները անցան 21 գլխի մեջ ասում է, ահա նոր երկինք ու նոր երկիր տես, այսինքն այս հին երկինքն ու երկինքը փախան տեղ չգտնվեցավ, այսինքն գնացին կորա։ Հետո նոր Աստված նոր երկիր ու նոր երկինք է տալի։ Էսի բայց ասում եմ, աստվածաբանների գրածն եմ ասում, 100%-ով չեմ կարող ասել։ Չնայած իմ կողմից էլ ինչ որ ասում 100%-ով չեմ պնդում, որովհետև այս ինձ բանա, որ մեծ էլ Սուրբ Հոգին կարող անես բացանի, որ ես պատրաստ եմ ընդունելու ինչ որ Սուրբ Հոգին բացանի։ Հիմա տեսա պստիկ ու մեծ մեռելները։ Եթե հիշում եք, միտեղ Հիսուսն ասեց Աստված ասում է, որ ես եմ Աբրահամի Աստված, Իսահակի Աստված, Հակոբի Աստվածը, Աստված մեռելների Աստվածը չի, այլ կենդանների։ Այսինքն սրանք նրանք են, ովքեր Աստծու հետ չեն եղել։ Աստված չի ասում, ես այսինչ, օրինակ Աստված չի ասում, ես Նաբուգոդոնոսորի Աստվածն եմ։ Այդքան առաջ գնացի, որ ստեղ քաղաքական բան չլինի, էլի։ Աստված չի ասում, ես լավ Հիտլերի Աստվածն եմ։ Բայց Աստված կասի, որ ես մի սուրբի Կարապետի Աստվածն եմ։ Ես Լյովայի Աստվածն եմ, Աստված կասի։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Սրանք այն մեռելներն են, ովքեր իսկապես մեռել են։ Ու գրքեր բացվեցան։ Գրքեր բացվեցան։ Եվ նաև մի հատ կյանքի գիրք։ Այս գրքերի մասին է, որ պետքա մի քիչ համարներ եմ դուրս բերել։ Մի քիչ քննենք, տնանք այս գրքերը ասելով ինչ գրքերի նկատի ունի։ Իմ համար այն հատկանշական, կարևոր մասը 139 Սաղմոսն է։ Սաղմոս 139-ի 16 համարը։ Կգոհանամ քեզանից, որ զարմանալի կերպով ստեղծվեցա։ Քո գրքի մեջ գրված էին իմ բոլոր անդամները, որոնք ժամանակին պիտի կազմվեին։ Դες կրճատ Աստծի, դեմ ճավլին թարցակը գրված։ Ես հավատում եմ բոլոր մարդիկ մինչև ծնվելը կարդում եք դե գրածա
Աստված իրա մոտ գրում է այս մարդը, որ պիտի ծնվի։ Իրա մոտ Աստված գրում է։ Եվ ոչ թե գրում է, որ պիտի ծնվի, գրում է, թե ինչպիսին պիտի լինի։ Լրիվ հատկությունները։ Ես ուզում եմ երկու տեղ էլ ներկայացնեմ։ Եսի կարդամ։ Հռոմեացիների թղթի 8-րդ եւ 9-րդ գլուխներից։ Հռոմեացիների 8-28-ից 30։ Սակայն գիտենք, թե ամեն բաները բարի գործակից կլինեն նրանց, որ Աստծուն կսիրեն, որոնք նրա նախասահմանությունով կանչված են։ Որտև նրանց, որ առաջ կճանչնար, առաջունես սահմանեց իր որդի պատկերին կերպարանքից նելու, որպեսի նա անդրանիկ լինի բազմաթիվ եղբայրների մեջ։ Այսինքն Հիսուսը անդրանիկ լինի այդ կանչվածների մեջ։ Նրանք, որ նախապես սահմանեց, նաև կանչեց նրանց, և նրանց, որ կանչեց, նաև արդարացրեց, նաև, որ արդարացրեց, նաև փառավորեց։ Ուրեմն ինչի եմ ուշադրություն դարձնում։ 29 համարում, որոնց որ առաջուց կճանաչեր, սահմանեց իր որդի պատկերին կերպարանքից։ Սա այստեղ խոսում է Աստծո արդեն ճանաչողություն, որ Աստված ժողովուրդ մենք ենք, որ ճանապարհի մի հատվածը տեսնում ենք, մնացածը չենք տեսնում։ Ամբողջ աշխարհի երկրագնդի կյանքը այսպես Աստծո ձեռքերի մեջ ոնց որ այս Աստծո առաջ դրած է։ Ինքը տեսնում է սկզբից մինչև վերջը։ Հավատում եք սրան։ Իր համար ոնց որ մութ անկյուն չկա, չիմացված բան չկա, ամենը իր առջև բաց ու հայտնի են։ Նենց որ ինքը այն ինչ որ մենք նոր պիտի ապրենք, ինքը դա տեսել է։ Ինքը դա գիտի։ Եվ ասում է, այդ ում որ առաջուց կճանաչեր, նախասահմանեց։ Բայց ուզում եմ մի երկու համարը 9-րդ գլխից կարդամ։ 9-22-23 համարները։ Արդ ինչ կարող է ասել մեկը, եթե Աստված իր բարկությունը եւ զորությունը ցույց տալուց առաջ շատ համբերություն եւ երկարամտություն ցույց տա այն անոթներին, որոնք բարկության առարկա են եղել եւ կորուստի դատապարտված։ Ճիշտ եմ կարդում։ Մի հատ այս իմ թարգմանությունը ավելի լավ եմ համարում։ Ուշադրություն դարձրեք, այստեղ ոնց է գրած։ Նորից եմ ուզում կարդամ։ Իր զորությունը ցույց տալու համար շատ համբերություն եւ երկարություն ցույց տա այն անոթներուն, որոնք բարկության առարկա են եղել։ Այսինքն ոչ թե Աստված նրան սարքել էր բարկության առարկա, դառան բարկության առարկա։ Երեմիա մարգարեի մեջ մի հատ կա, որ Երեմիան ուղարկում է բրուտի մոտ, ասում է բրուտի ձեռքերի մեջ մեծ էլ փշրվեց այդ ինչ որ սարքում էր։ Այսինքն ինքը փշրվեց, որ փշրվեց, էլ ինքը չի վերականգնվի, այն ինչ որ պետք էր։ Կարող է նրանով ուրիշ բան սարքի, բայց այն բանը չի լինի, որը սկզբից, այսինքն ովքեր իրանք են դառնում բարկության առարկա։ Իսկ 23 համարում եւ կամ եթե ուզի իր փառքի ճոխությունը ցույց տալ, ողորմություն գտնող անոթներին այն փառքի համար, որ նախապես պատրաստեց։ Անոթներ կան, որ իրանք ողորմություն են գտնում, իրանք դառնում են այդպիսին։ Ժողովուրդ, մենք անտառներում չենք, մենք մարդկանց մեջ ենք ապրում։ Եկեք ընդունենք մենք լավ մարդել ենք ճանաչում, վատ մարդել ենք ճանաչում։ Մարդ կա իր գլխին անես կա բերում, մարդ կա իր գլխին օրհնություն է բերում։ Թեկուզ կարող է հավատացյալ չի, բայց մարդ կա բարություն է անում։ Մարդ կա չարություն է անում։ Ընդունում եք, որ տարբերություն կան։ Այսինքն մարդը ինքն է իրան դարձնում բարկության անոթ, մարդ կա ինքն է իրան դարձնում ողորմության անոթ։ Որտեղ Աստված ասում է, այն ամենաամբարիշտի էլ փրկությունն է ուզում։ Աստված որևէ մեկի կորուստը չի ուզում, բայց ոմանք իրանց դարձնում են կորուստի անոթ, ոմանք բարկացնում են։ Այն աշճանի են բարկացնում, որ ամենապարզ ձևով ասեմ,
օտարների մասին չէ, ովքեր ծնողին գիտեն։ Դու քո երեխուն սիրում ես, հաստատ սիրում ես։ Շատ ես սիրում, կյանքդ կտաս քո երեխու համար։ Բայց պատահում է այդ երեխան այնքան է բարկացնում, որ պատիժ ես տալի։ Այսինքն ինքը իրան դարձնում է պատիժի արժանի։ Դու չես որոշում, դու չես քնում հելնում, ասում այս երեխուս այսօր պատիժ տամ։ Չէ։ Երեխեդ ինքն է այդ պատիժը վաստակում։ Այս ձևով մարդիկ կան իրանք են վաստակում այդ բարկության անոթը, անոթ լինելը։ Այսքան ասեցի, որ Աստված բոլորի անունները գրում է, որ պետք է ծնվեն եւ ինչ անեն։ Բայց մարդ կա, որ հայտնության գրքի մեջ է գրած, հիշում եք, 3-րդ գլխի մեջ է, որ ասում է քո անունը չեմ ավրի կյանքի գրքից։ Մարդ կա այնց է ապրում, որ նրա անունը ջնջվում է կյանքի գրքից։ Այսքան ասեցի, որ ասեմ, ում անունը կյանքի գրքի մեջ չգրված չգտնվեցավ, կրակի լիճ մեջ գտնվեցավ։ Այսինքն ոչ թե Աստված որոշել էր սրանք գցել կրակի լիճ, այս մարդն այս կյանք ապրեց, իր անունը ջնջվեց։ Էլ մանենգալ չենք գտնում։ Այս մարդը իրան հանձնեց սատանային։ Այս մարդը այդ դրոշմը ընդունեց իր վրա, այսինքն դու ես իմ Տերը, ես քեզ եմ երկրպագում, մենակ թե խանութից առուտուր անեմ։ Մենակ թե իմ բիզնեսը ծաղկի, մենակ թե ես փառքի մեջ եմ, մենակ թե ես պաշտոնը ունենամ, մենակ թե եւ այլն։ Այս մարդիկ իրանց անունը ջնջում են ոնց որ։ Կարծա միտքս ասեմ ժողովուրդ։ Այսքան ասում եմ, որ մենք մի բան հասկանանք։ Աստված շահագրգռված չի, որ շատ մարդիկ եթան կրակի լիճ։ Կրակի լիճը պատրաստված է սատանայի եւ իր հրեշտակների համար։ Սա գրված է Մատթեոս 25 գլխում։ Կրակի լիճը մարդկանց համար չի պատրաստել։ Աստված չի ուզում որևէ մարդ գնա, բայց ցավոք որոշ մարդիկ այն աստիճանի են իրանք հանձնում սատանային իրանց ցանկությունների համար, որ պետք է գնան։ Հիմա ստերից արդեն մի միտք։ Դատավարություն տրվեցավ։ Գրքերի մեջ գրվածով դատեր եղավ։ Մաղաքիայի մարգարեության 3-րդ գլխի 16-ից 18 համարներում։ Եսի գրել եմ կարդալ, բայց ես հիշում եմ, սենց ասեմ։ Ասում է, Աստծուց վախեցողներ իրար հետ երբ որ խոսեցին, Աստծու մասին երբ որ մտածեցին, Աստծու մոտ մի հատ գիրք, հիշատակի գիրք գրվեց։ Նրանց համար, Աստծուց վախեցողների եւ Աստծու մասին մտածողների համար, Աստված ասում է, նրանք իմը կլինեն։ Երբ որ իմ գանձը հավաքելուն եմ, նրանք իմը կլինեն։ Եվ այն ժամանակ տարբերություն կտանանք։ Այսինքն մեր ապրած կյանքի ընթացքում գրվում է։ Նաև Կողոսացիների 2-րդ գլխի մեջ էլ գրված է, որ Հիսուսը խաչի վրա սատանայի պարտամուրհակը ջնջեց։ Այսինքն մեր բոլոր մեղքերի ցուցակը սատանան իր մոտ գրում էր։ Հիմա էլ է գրում, քանի գուբը չինգել գրում է։ Ուրեմն, բայց Աստծո հրեշտակներն էլ մեր բարի գործերն են գրում։ Հիսուսը միտեղ ասեց, եթե մեկը մի բաժակ սառը ջուր տա ձեզ, իր վարձքը չի կորցնի։ Այդ սառը ջուր տալը հասկանում ենք, եթե մեկը ձեզ լավություն անի, իմ անվան համար, որ դուք Քրիստոսին եք։ Այսինքն իր մեջ հարգանք կա Քրիստոսի նկատմամբ, հարգանք կա Աստծո նկատմամբ, որ դու բարի գործեր ես անում, հարգանք կա քո նկատմամբ։ Կան չէ այդպիսի մարդիկ։ Բայց այդ հարգանք ունենալով մեկտեղ այդ մարդիկ չեն ապաշխարում։ Կան այդպես։ Հարգանք ունեն, բայց չեն ապաշխարում։ Հիմա Քրիստոսի հարսի մեջ մտնում են միայն ապաշխարածները։ Այդ մարդիկ Քրիստոսի հարսի մեջ չեն։ Բայց ասում է իրանց վարձքը չեն կորցնի։ Այդ վարձքը փրկություն չի, որտեղ փրկությունը միայն Հիսուսի արյան հավատքով է։ Բայց ինձ այստեղ է, այս դատավորության ժամանակ այդ մարդու այդ բարությունը, այդ հարգանքը, այդ մի բաժակ ջուրը հաշվի առնվելու։ Հասկացաք։ Այսինքն այս դատավարության ժամանակ կամ դատավարությունը ինչի համար է, եթե բոլորը պետք է գցվեին կրակի լիճ, էլ ինչ դատավարություն։
Կրակի լիճի մեջ շատ ու քիչ վարվել չկա։ Բայց դատավարություն նշանակում է մեկին քիչ են տալի, մեկին շատ են տալի, մեկին ազատում են, մեկին հարկադիր են տալի եւ այլ տարբեր բաներ կան։ Ուրեմն բոլորը կրակի լիճ չեն գցվելու, այսքան ասեմ, որ ես ասեմ։ Բոլորը կրակի լիճ չեն գցվելու։ Բայց եսի մեր մասին չգիտեք, մենք վաղուց ազատ ենք կրակի լիճից։ Մեր ապաշխարության օրից մենք կրակի լիճից ենք ազատվել, այս դատաստանից ենք ազատվել։ Սա վերաբերում է նրանց, ովքեր չեն ապաշխարել, բայց մարդերն էլի բարի գործեր արել են։ Ես հասկացել եմ, այս կյանքի գիրքը, այս կյանքի մեջ գրված են, այն մարդիկ, որ գոնե մի բարի գործ արել են։ Բարի գործեր կան, այս նրանց են գրված։ Դե նաև ստեղ ասում եմ, մահը եւ դժոխքը գցվեցին կրակի լիճ, վերջապես դրանցից էլ ազատվելու։ Ուր է ով մահ քո խայտոցդ, այսինքն գալու է ժամանակ, որ էլ մահը չի լինելու։ Երանի այդ օրերին։ Այս կյանքի գրքի մասին երկու բան եմ ուզում ասեմ։ Ելից 32:32 Մովսեսը այդ գրքի մասին գիտեր, ասեց այս ժողովրդին կներեսների, չէ, իմ անունն էլ ջնջի քո գրքից։ Սաղմոս 56:9 Արցունքներս քո գրքի մեջ, ասма գրված չեն, հարցականացում, իմ արցունքները քո գրքի մեջ, այսինքն ովքեր որ արցունք են թափում Աստծո գրքի մեջ գրվում է։ Բայց այն բան արցունքներ չեն, միտեղ կարդացել եմ, ասма կանայք որ լացում են, այդ լացի, չեմ հիշում որ տոկոսը, բայց շատ տոկոս, ասма չգիտեմ թե են լացում։ Այդ նման արցունքները չէ, այն արցունքները, որ հիմքեր ունեն։ Դանիել 12:1 Ով որ քո գրքի մեջ գրված լինի, նա պիտի ապրի, ազատվի։ Ֆիլիպպեցիների 4:3 Ոմանց մասին ասում է, որոնք աշխատեցին ավետարանի մեջ եւ որոնց անունները կյանքի մեջ են։ Հայտնություն, լավ, մինչև հայտնությանը Ղուկաս 10:20 Դուք ոչ թե ուրախացեք նրա համար, որ չար ոգիները ձեզ հնազանդում են, այլ որ ձեր անունները գրված են երկնքում։ Մեր ուրախությունը դրա հետ է, ժողովուրդ։ Եվ մեծ էլ հայտնության մեջ մի քանի տեղեր կան, բայց դրանք անցել ենք արդեն։ Նորից կարդամ, հա, թե կհավատակ որ ճիշտ է։ Բայց հայտնության մեջ երկու տեղ կա, որը արժի։ Բացի այս ընդհանուր կյանքի գրքից առանձին գրված է, օրինակ 21 գլխի վերջի համարը։ Այնտեղ բնավ անմաքրություն պիտի չմտնի, ոչ էլ մի պղծություն, ստություն գործող, հապա միայն նրանք, որ գառնուկի կյանքի գրքի մեջ գրված են։ Ուրեմն ընդհանուր կյանքի գիրքը ուրիշ է, գառնուկի կյանքի գիրքը ուրիշ է։ Ես հասկացել եմ, որ ընդհանուր կյանքի գիրքը այսքան որ ես բացատրեց, որ մարդը բարի գործ արեն դեռ գրած է, բայց գառնուկի կյանքի գիրքը ես հասկացել եմ գառնուկի եկեղեցին է։ Ովքեր գառնուկի արյունով փրկվել են, ովքեր ընդունել են, ովքեր Հիսուսն ասեց, ով որ Հովանու 1:12, ով որ Հիսուսին ընդունի, նրանց իշխանություն տրվեց Աստծո որդիներն լինելու, այսինքն գառնուկի կյանքի գիրքը առանձին գիրք է։ Մեր անունները գառնուկի կյանքի գրքի մեջ են գրված, բայց այն ընդհանուր կյանքի գրքի մեջ գրված են այն մարդկանց անունները, ովքեր բարի գործեր են արել, ովքեր մի բաժակ սառը ջուր են տվել, ովքեր իրաց կյանքի մեջ վերջը, մենք էլ որպես մարդ այդ մարդկանց չենք գցելի կրակի լիճ, իսկ Աստված մեզանից ավելի շատ սեր ունի։ Եջել երեք ընդեղ մի հատ հարց եղավ, ստեղ այդ հարցը, եթե լավ բաներ ունեք ասելու, ասեք, կարող այդ հարցը մեկը ասի։ Եթե չի ասեմ այդ հարցի պատասխանել իմ հասկացածով ասեմ ու նոր ավարտենք։ Մեկը հարցրեց, ասեց, իսկ հիմա կա մարդ, որ ոչ դժոխքում է, ոչ երկնքում է, այլ մեջտեղը թափառում է։ Իր հարցը սենց, ես ասի թափառել բառը արի ջնջենք, դնենք մի կողմ։ Կա մարդ, որ հիմա ոչ դժոխքում է, ոչ էլ, դե ինքը ասեց երկնքում երեք տենց էլ ընդունենք, մեջտեղում է։ Ես ուզում եմ ասեմ, որ կա։ Ես հիմա մի հատ համար ասեմ, որ ասել եմ, ստեղ վաղուց ասել եմ, գիտեմ, կրկնություն կլինի, կամ ոմանց համար 4-5-րդ անգամ ոչինչ։
Առաջի Կորինթացիների 7-րդ գլխի 14 համարում այսպեսի բան է գրված, ամբողջ համարը ասեմ։ Դե առաջի Կորինթացիների 7-րդ գլուխը ամուսնական հարաբերությունների մասին է, 14 համարում ասում է, անհավատ կինը սրբված է իր ամուսնով, այնտեղ կարդում եք, կարող երթականություն չասեմ, եւ անհավատ ամուսին սրբված է իր կնոջով, ապա թե ոչ ձեր զավակները պիղծ պիտի լինեին, բայց հիմա սուրբ են։ Դենց կարդացիք։ Ահա։ Հիմա այս սրբվածը ոմանց թվում է թե ամուսիններից մեկը հավատացյալ եղավ վերելա փրկվելու։ Չէ, այստեղ փրկության մասին չի խոսքը։ Զավակի մասին է խոսքը։ Այսինքն հասկանում ենք, եթե ամուսիններից մեկը թեկուզ հավատացյալ է, ասենք սուրբ է, նրա զավակը սուրբ է։ Թեկուզ այն մյուսը դեռ սուրբ չի։ Իսկ եթե երկուսն էլ սուրբ չլինեն, իրան զավակը արդեն պիղծ է համարվում։ Մի հատ սպարզ օրինակ ասեմ։ Իմ երեխու երեխեն էլի իմ սերունդն է։ Ընդունելի է, նրա երեխեն էլ իմ սերունդն է։ Բայց որը որ իմ երեխուս չի, արդեն իմ սերունդը չի։ Հիմա Աստծո սուրբի երեխեն էլի Աստծո սուրբն է։ Բայց եթե երկուսն էլ Աստծո սուրբը չեն, նրանց երեխեն Աստծո սուրբը չի։ Տեղից եթե հասկացանք, դե հիմա մտովի շարունակենք։ Այդ երեխեն եթե 6 ամսական հասակում մահացավ։ Ես 6 ամսական ասելով ի նկատի ունեմ, որ դեռ չի հասցրել մեղք գործի։ Կարող 6 ամսական չէ, մի տարեկան լիքա, վերջը, դեռ չի հասցրել մեղք գործի։ Մահացավ։ Այն որ հավատացյալից էր ծնվել, նա Աստծո սուրբն, ասում է ձեր զավակները սուրբ կլինեն։ Այսինքն, եթե նա մահացավ, նա գնալու է Աստծո մոտ։ Եթե հավատացյալի երեխեն փոքր ժամանակ մահացավ, գնալու է Աստծո մոտ։ Բայց անհավատների, այսինքն երկուսն էլ հավատացյալ չեն։ Նրանց երեխեն Աստծո մոտ չի գնալու, որտեվ ասում է պիղծ է։ Բայց այդ երեխեն ինչ մեղք է գործել, որ գնա դժոխք։ Չէ՞ որ դժոխք գնում են մեղք գործողները։ Այսինքն այս երեխեն ոչ դժոխքում է, ոչ էլ Աստծո մոտ է։ Այս դատաստանի ժամանակ էլ նրան մի հատ չար գործ չկա, որ ինքը չար բան անի։ Նրանք այս նոր երկնքում, նոր երկրում ապրողներն են լինելու։ Իմիջիալոց այս երեխեքի հետ գումարում են նաև բոլոր աբորտ տարված երեխեքը։ Նրանք էլ են այս վիճակի մեջ։ Նեսօր, բայց ես հասկացել եմ, հետագա մարդիկ որտեղ ապրեն, այս երեխեքը ավելի լավ վիճակում են լինելու, քան թե մյուս մարդիկ։ Մյուս մարդիկ այս փրկվածների նկատի չունեն, այն մյուս մարդիկ, ապրող մարդիկ։ Այսօր, եթե այսքանով բավարարվենք։